կարծում եմ, որ Ռոբերտ Քոչյանը ռուսական շպիոնի կարգավիճակ ունեցող մարդ է Հայաստանի Հանրապետությունում, դա իմ կարծիքն է, ես փաստեր չէ, որ փաստեր ունեմ կդիմեմ, ես քաղաքական գործիչ եմ եւ ես քաղաքական հայտարարություն անելու ազատություն ունեմ, նա ռուսական շահերը հետապնդող եւ միայն այդ ուղղությամբ ծառայություն մատուցող քաղաքական գործիչ էին գնահատում։ Քաղաքական հայտարարության անվան տակ Ես տեսնում եմ այն գործունեությունը, այն տեքստերը եւ այն հայտարարությունները, որոնք արվում են իր կողմից, եւ դա իմ քաղաքական գնահատականն է, որ երբ որ դու հայտարարություն ես անում, որը կատարյալ ձևով համընկնում է ռուսական հայտարարությունների հետ, երբ որ քո խմբակցության ղեկավար, քո խմբակցության անդամները ելույթներ ունենում, որոնք որ համընկնում են, ես կարող եմ նման հետևություններ անել եւ տեսեք, օրինակ, ինչի ես ներողություն եմ խնդրում, դա ձեր սուբյեկտիվ կարծիքն է։ Ես ձեզ շնորհակալ եմ։ Կարելի է ես իմ կարծիքը արտահայտեմ, հետո Կարինե ջան կգաք, ձեզ կհարցնեմ, կասեմ Նիկոլ Փաշինյանի կարծիքում, բայց վերջացնեմ, էլի, հա, պատասխանը, եւ նաեւ գաղտնիք չէ, օրինակ Ռոբերտ Քոչյանի կողմից սատարված եւ Ռոբերտ Քոչյանին քաղաքական առաջնորդ համարող Գյումրիի քաղաքապետը հայտարարում է, որ ինքը տեսնում է Հայաստանը, Ռուսաստան, Բելարուս միութենական կազմի մեջ եւ սենց բազմաթիվ օրինակներ կան, որ ինձ թույլ է տալիս նման պնդում անել եւ վերադառնալ Կարինեի հարցին, խնդրեմ, հարց եք տալիս։ Իսկ Նիկոլ Փաշինյանը սպասարկում է Այո, եւ շատ կարծիքներ կան, ընդդիմախոսները ձեր ասում են, որ թուրք-ադրբեջանական շահերի պաշտպանն է, բոլոր իրենց պահանջները մտցրել է խաղաղության պայմանագիր, նույն սահմանադրության փոփոխությունը եւ այլն, ամեն ինչը կատարվում է թուրք-ադրբեջանական տանդեմի, այսպես շահերը սպասարկելու, որպեսզի այստեղ հաճախ հենց այդ նույն մարդիկ, ովքեր նման մեղադրանքներ են արտահայտում, իրենց հակասում են։ Մեկ մի բան են ասում, մեկ մյուս բան են ասում, բայց ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությանը ներքաշել որևիցե պատերազմի, որևիցե տարածքային պահանջների, հարևան երկրների նկատմամբ, դա հենց այն գաղափարն է, որը որ արվում է, որպեսզի լեգիտիմ իրավունք եւ լեգիտիմ առիթ ստեղծվի Հայաստանի Հանրապետության վրա հարցակում գործելու, ինչպես նաև ակնհայտ է, որ հենց ձեր նշած Մարդու Ալիևի հայտարարություններից, որ ինքը դժգոհում է հայկական կողմից եւ ինքը դժգոհում է այն գործընթացներից, որոնք որ գոյություն ունի, անընդհատ հոխորտում է եւ այլն, որը որ ձեր ասացի ուղիղ հակառակի ապացույցն է։ Պահանջները չի ընդունվում, դրա համար է։ Հիմա պահանջները ընդունվում է, թե պահանջները չի ընդունվում։ Հիմա դուք ներողություն։ Ուրեմն, հիմա եկեք կողմնորոշվենք, կամ պահանջները չեն ընդունվում, կամ պահանջները ընդունվում են։ Կամ չեն ընդունվում։ Հա, այսինքն օրինակ Միջանցքի պահանջները ընդունվեց։ Չէ, նկատի ունեմ։ Չէ, ընդունվեց, թե չէ, մի ասեք։ Ընդունվեց, դա մեզ էր, դա ներողություն եմ խնդրում։ Նախ եւ առաջ, ընդունվեց, թե չընդունվեց պահանջները։ Եղավ Միջանց, թե չեղավ, ընդունվեց, թե ոչ։ Ընդունվեց Միջանցքը, թե ոչ, այո, թե ոչ, դժվար է պատասխանել։ Ասում եմ իհարկե ոչ։ Ընդունվեց, թե չընդունվեց։ Հոխորտանքները կան, դժգոհությունները կան, թե չկան։ Խոսացեք, այդպես հարցը տալիս եք պատասխան։ Գործընթացը դե ասեմ, վերադառնանք, իսկ ով ասեց, իսկ ինչի՞ եք դուք էլի մնացել ձեր այդ ներողություն եմ հայտնում այդ արտահայտության համար այդ փուչիկի մեջ, որ այդ պետք է միայն Ադրբեջանին։ Դա Հայաստանի Հանրապետության այն բանը, ինչ որ մենք ստացել ենք Գիրանցի, այդ Տավուշի մարզի, այդ կտորի սահմանազատման շնորհիվ Հայաստանի Հանրապետության անկախության հիմնաքարերից մեկն է։ Մենք ստացել ենք սահման, որը որ ճանաչված է երկու կողմից։ Մենք ստացել ենք շարունակվում է։ Մենք ներողություն կարամ վերջացնեմ։ Հենց հիմա կդա եւս մեկ անգամ զգուշացնում եմ, որևիցե մեկի կողմից ինձ ընդհատվեց տեղում դադարեցնելու եմ այս զրույցը։ Մենք ստացանք սահման, որը որ ճանաչվել է հակառակորդ կողմից։ Մենք ստացանք սահման, որտեղ կանգնած են սահմանապահները եւ որտեղ որ ավելի ապահով է, քան այն մասերում, որը որ դեռ որևիցե ձևով
սահմանազատում եւ սահմանագծում տեղի չի ունեցել, անդրադառնալ ձեր հարցին, process-ը շարունակվում է, հիմա քննարկվում է այն մասերը, որտեղ որ հետագայում շարունակություն է լինելու եւ ես գոհունակությամբ պետք է ասեմ, որ այդ process-ը մենք ավարտին ենք հասցնելու եւ ֆիքսել ենք նաեւ, որ այդ process-ը տեղի ունենալու Վրաստանի սահմանից մինչեւ Իրանի սահման։